Սամբափայ Անժելա Քույրիկի պիտի կանչեմ, որ մեր Կարո եղբայր Բեգայանի կողակիցն է, տիկինն է, եւ որպեսզի սկսենք մենք այսօր մի քանի հայտարարություն։ Կշնորհավորենք բոլորդ մայրերի տոնը։ Մայրը եղած է արժեքավոր եւ սիրելի անհատ ընտանիքին մեջ, ազգերուն մեջ եւ Աստծո խոսքին մեջ։ Արակած 31-30 կսեր, բայրչությունը սուտ է ու գեղեցկություն ունայն է, սակայն տիրոջմեն վախցող կինը պիտի գովվի։ Մարիամ Աստվածամայր կոչվեց, որովհետև շնորհ գտավ Աստծո կողմեն եւ Աստծո որդու մայրը դարձավ եւ օրինակելի մայրն։ Ղուկաս 1:28-ում գրված է. հրեշտակը անոր երթալով ըսավ, ով շնորհակալ կույս, Տերը քեզի հետ է, դուն կիներու մեջ օրհնյալ ես։ Ամեն ազգերի մեջ կտոնվի մայրերու օրը, գնահատելու եւ հիշատակելու բոլոր մայրերին։ Ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում պաշտոնապես տոնվեց սկսած մայիս 10-ից 1908 թվին։ Բոլորին կմաղթենք ուրախ եւ հաճելի ժամանակ, այսօր պիտի ունենանք երգեր, ասմունք եւ Աստծո խոսքը նվիրված մայրերի օրվան։ Հիմա կհրավիրենք Քուսինե քույրը, որպեսզի իր անուշ ցայնով երգի մայրերի օրվա առիթով։
նվիրենք աբո եղբայրը, որպեսի ասմունքի մայրերի օրվա արծի։ Շատ մի գեղեցիկ ասմունք կա, որ պիտի նվիրեմ աշխարհի բոլոր մայրերին, հատկապես այստեղ գտնվող մեր քույրերին եւ մեր մայրերին, որ ներկա են ֆիզիկապես մեզի հետ են, բայց կան մայրեր, որ ունեինք, բայց այժմ ֆիզիկապես մեզի հետ չեն, այս աշխարհից մեկնեցին, իրենց հանգիստը մտան, երկինք մտան, իրենց էլ հոգիներին լույս իջնի, ովքեր որ չկան, եւ բոլորի հիշատակը վար մնա, բոլոր մայրերի։ Արշալույս Սարոյան, մայրիմ, այս քնքուշ ասմունքը թող բոլորին լինի, մայրերիս։ Մայր, սրբություն ամենասուրբ, մայր, նրբություն ամենանուրբ, դու ամենից քնքուշ էակ, դու արևից ավելի տաք, դու արևից զորեղ արև, այս ջերմաշունչ արևի տակ, ով էլ լինես և ինչ ազգի, ինչ հասակի ու տարիքի, ապրես անգամ Մարսի վրա, կամ մի անհայտ մոլորակի, ամբողջ հոգով, ակնածանքով խոնարհվում եմ ես քո առաջ։ Դու տկնություն, դու վեհություն, դու հավերժող անմահություն, դու հայրենիք, դու տեղ, դու տուն, դու խտացած համբերություն։ Ես չգիտեմ քեզանից բարձր, քեզանից քաղցր մի այլ անուն։ Մայր դառնալիս թվում է, թե ինձ կինն է մեկից Աստվածանում և զգացմունքը մայրական քնքշացնում է վագրին անգամ։ Մայր, մի հատիկ այս բարի մեջ, կա մի աշխարհ չպնաղ ու պերճ, կա մի աշխարհ զարմանալի այս աշխարհից ավելի մեծ, որ ծաղիկներ կան քնքշագին ավելի շատ, քան աշխարհում, կան չտեղված գանձեր անգին, սեր, օվկիաններ, խոր անհուն, կան խնդության գետեր վարար, որ հորդում են հավերժաբար, կան և քաղցի մռայլ ժայռեր, անգամ վշտի հսկա լեռներ, ավելի շատ, քան աշխարհում, և ես հաճախ միտք եմ անում, թե նա փոքրիկ իր սրտի մեջ այս ամենը ոնց է տանում։ Մայր, աշխարհում այս բովանդակ չկա քեզնից անուշ ու թանկ, դու ամենից մեծ, վշտարար, անդավաճան ու անկաշար, օ, դու միակ, անշահասեր, դու ամենից բարձր ու վսեմ, որ տալիս ես շռայլորեն, ինչ որ ունես քո գանձերում, գոհ ես մնում, երբ փոխարենը մի ժպիտ են բարձատրում։ Մայր, սրբություն ամենասուրբ, մայր, նրբություն ամենանուրբ, դու հովեղեն, դու հրեղեն, դու լուսեղեն ու անգին գանձ, դու մեր կողքին ապրող Աստված, ով տքնություն ու վեհություն, ով հավերժող անմահություն և խտացած համբերություն, մայր, սրբություն ամենասուրբ, մայր, նրբություն ամենանուրբ, Աստված։ Շատ քաղցր է մայրը, անշուշտ։ Եվ գիտեք, քանի որ մենք հավաքված ենք այստեղ, եւ այսօր պահն է, ուզում ենք, որպեսզի պատմենք հատկապես մեր մեջ գտնվող քույր, որ տարիներ շարունակ գործեց առանց վհատելու, գործեց առանց հոգնելու, առանց ձանձրանալու, վազեց և չհոգնեց։ Բայց գիտեք, մարմին է, մարմինը տկարանում է, մարմինը մեծանում է, բայց հոգին միշտ հոժար է, և շուրջ
4 տասնամյակներ եւ ավելի մեր եղբայրության մեջ անշահախնդիր գործեց քույր Հռիփսիմե Բուրունսուզյանը, որ այսօր մեր մեջ է եւ պատկերացրեք, որ իր այս տարիքի մեջ նորից խանդավառ է, նորից եթե իրեն ասես, որ քույրիկ ելիր քարոզիր, այստեղ այնտեղ պիտի ասի, որ ավո եղբայր, տարեք ինձի կքարոզեմ։ Ահա այսպիսի մի քույր ունենք մենք, որ այսօր ուզեցի, որպեսզի հրավիրվի այստեղ, որպեսզի մենք իրեն պատվենք, ասենք, որ Հռիփսիմե քույր, այդ կան տարիների գործունեությունը Աստված մեծապես օրհնի։ Եվ պիտի խնդրեմ, որպեսզի այստեղ գաս Հռիփսիմե քույրիկ, որպեսզի քեզի մի փոքրիկ նվեր պատվենք մեր եկեղեցասիրած եղբայրակցության անունից։ Միացավ! Ուրեմն արժանի է մեր Հռիփսիմե քույր Բուրունսուզյանը այսքան տարիների իր գործունեությունը Աստծո մոտ մեծապես ընդունելի լինի եւ մենք էլ որպես եղբայրակցություն եւ վարչություն մեծապես գնահատում ենք մեր Հռիփսիմե քրոջը եւ այս փոքրիկ հուշանվերը թող միշտ մնա բոլորի ներկայության աչքի առջև, որ ձեր մայրը, ձեր մեծ մայրը, ձեր սիրելի անուշիկ մայրը գործեց եւ միջև վերջ գործեց վասն Քրիստոսի, վասն եկեղեցասիրած եղբայրակցության։ Քույր Հռիփսիմե Բուրունսուզյանի Հայաստանյաց առաքելական եկեղեցասիրած եղբայրակցությունը բարձր կգնահատե ձեր տասնամյակներու անխոճ, հավատարիմ եւ անշահախնդիր ծառայությունը վասն Քրիստոսի եւ վասն եկեղեցասիրած եղբայրակցության։ Տիրոջ աչքը պահապան ըննա ձեզ եւ ձեր ընտանիքին վրա։ Աստված օրհնե ձեզ։ Եկեղեցասիրած եղբայրակցության վարչություն մայիսի 9, 2026 թվական։ Միկրոֆոն դու։ Ես ուրախ եմ, որ ծառայել եմ եղբայրակցության եկեղեցին մեջը, շատ ուրախ եմ, թերատ ուրախությունը իմ մեջս է, կարծես տունիս մեջը նույնիսկ աղոթքի չեմ կարողանում գնամ, երբեմն եմ գնում, բայց միշտ այդ ուրախությունը իմ մեջս է, փառք Ալլահ Հիսուսին։ Ամեն։ Բայց կան, գիտեք, հատուկ քույրեր, որ իսկապես եղբայրակցության մեջ գործեցին իրենց կյանքով, իրենց առողջությունով, իրենց առողջությունը չխնայեցին, ճանապարհներ չասացին, ձմեռներ, ձույն, անձրև, տաք եւ սառը չասացին եւ առանց մեքենայի, ոտքով, տրանսպորտով, բասերով գնացին եւ ամեն կողմ Աստծո խոսքը տվեցին։ Եվ նրանցից մեկ այսօր մեր մեջ այստեղ ներկա է, որ պետք է պատվենք, պետք է հիշենք եւ պետք է մեծանենք նրան նույնպես։ Մադլեն քույր Հարությունյան։ Պատվո գիրը նվիրվում է եկեղեցասիրած եղբայրակցության վարչության կողմից Մադլեն քույր Հարությունյանին եւ ասում ենք Մադլեն քույր արժանի ես Աստված սով արցատրի, բայց մենք էլ որպես վարչություն հիշում ենք եւ նշում ենք եւ չենք մոռանում ձեզ։ Նույն գրությունը այստեղ է, միայն ձեր անուն եւ ազգանունով, օրը, թիվը, ժամանակը նույնն է եւ մենք էլ նույնն ենք։ Եկեղեցասիրած եղբայրության վարչություն։ Երկու խոսք ձեր կյանքից։ Շատ շնորհակալություն եմ հայտնում մեր երկնավոր հորը, որ ինքը մեզ այդքան երկար տարիներ առաջնորդեց, որպես ինչպես մեր երեք եղբայրը Ատենապետը կարողացանք տարիներով, բաստերով, 3 բաստերով եւ 1 մետրոյով 17 տարից ավելի այդով գնացել եմ, եկել եմ Փառքը Հիսուսին։ Աստծո փառքի համար, եկեղեցի շինության համար, հիմա չենք կարողանում, բայց Տերը գիտի, ժամանակին ծախու առանք ժամանակը, հիմա մեր
հանգստի ժամանակարում մեկ քույրիկ ջան իրար հետ էլ շատ են գնացել եկել Մարգո քույրիկից էլ Տերը թող հիշի եւ քիքարկայցան Մենք տեսեք տարիներ շարունակ ամեն անգամ երբ որ գալիս ենք կենտրոն, երբ որ մի հարց ենք ունենում, մի միջոցառում ենք ունենք ամեն անգամ այսպես գեղեցիկ սեղաններ շրջված, ամեն ինչը տեղին արված, դրված, ամեն օր առավոտ, կեսօր, գիշեր չասած գործում, բանում, աշխատում, այդ ձեռքերը, ինչեր ասես, որ չեն անում այդ ձեռքերը, սեղան են պատրաստում, ցերեկը, գիշերը, խոհանոցում, ինչ իմանամ, ամաններ են լվանում, ամեն ինչ անում են, եւ այսօր պետք է պատմենք այդ քույրիկներից մեկին է, որ նրա անունը Մագի Բարսեղյան է։ Ես երբեմն ասում եմ, որ Մարթան է սա, մեր Մարթան է։ Մեր Մարթա քույրիկն է, բայց Մագին է։ Ինքը Մագի քույր, ասի քեզի, ողջնաս։ Նոր ապերով, եկեցասիրած եղբայրության բարձրը գնահատում է Մագի քույրիկին իր տարիների գործնեության համար, տեսեք, այս ձեռքերը, մոր ձեռքերը, հինավուրց ու նոր ձեռքերը, ինչ էր ասես, որ չեն արել այս ձեռքերը, ասիսի հարսանիքի պիտի պարեն այս ձեռքերը, ողջնաս, պատվեցինք, աստված օգնից ես, երկու խոսքս է, ձեր տուր ես կպրնեմ, երկու խոսքս է, Ալո եղբայր և բոլոր քույրերս, եղբայրներս շատ շնորհակալ եմ, որ այսօր ասպես բաղեցա, ինչ որ աշխատել եմ, Աստծո համար աշխատել եմ, և ինչպես թուրքերեն գսեն, ճանդան գնեմ ամեն կուրացել։ Նա ֆրանսերը գիտեիտ, քույր ունենք, որ տեսեք, այսօր երբ որ բացման խոսք եղավ, և Անժելա քույրիկ ասեց, որ պիտի հրավիրենք մի քույրիկի, որ անուշիկ ձայնով պիտի երգի այդ անուշիկ ձայնը ամեն անգամ զինվորի պես ամեն տեղ երգում է իր ձայնով, գեղեցիկ ձայնով և երգեցողությամբ և ուզում ենք այսօր պատվել և մեր եղբայրացության քույրն է, մեզի համար հարազատ քույրիկ է։ Տեսնում եք, հիմա ոչինչ այդ արդյունքները ուրախության արդյունքներ են, թող լավ։ Ասել իմ քույրիկիս, Աստված օրհնի մեծապես, պատվով և հարգանքով, մեծ սիրով։ Մեկը տնած այսօրվա մեր գլխավոր, որ պատգամաբերն է այսօրվա մենք խնդրել էինք և ասել էինք, որ այսօրվա մեր պատգամաբերը պետք է լինի Եվա քույր Հարությունյանը։ Եվա քույր Հարությունյան, պիտի խնդրեմ, որպեսզի այստեղ գա և այստեղ գալով էլ պիտի պատվենք ձեզի, պիտի շնորհավորենք ձեզի, համեցեք քույրս։ Եվա քույր Հարությունյան, ես թողեցի վերջում, որպեսզի բալգանն էլ լսենք այսօրվա Եվա քույր Հարությունյանից։ Այստեղ եկեք քույրս, այստեղ եկեք։ Շնորհավորում ենք և այս պատվո տախտակը, այս պատվո նվիրում ենք մեր Եվա քրոջը հիշատակ երկար տարիների տասնամյակներ
բավական տարիներ, շուրջ 40 եւ ավել տարիներ քույրիկը ծառայում է անշահախնդիր եկեղեցասեր եղբայրության մեջ եւ այսօր մենք որոշեցինք, որ փոքրիկ մի ուշանվեր տալ, որպեսզի հիշողության մեջ մնա, թե իր ընտանիքի, թե իր զավակների, թե իր թոռնիկների, որ տեսնեն իրենց մայրը, իրենց մեծ մայրը գնահատված է թե երկրի վրա, թե առավել երկնքի մեջ։ Որ այսօր բոլորս միասին ներկա ենք գտնում Աստծո սուրբ ներկայության մեջ մայրերի դոնը դոնելու, հիշատակելու, որ իսկապես մայրերը արժանի են, ինչքան կարողանանք պատվենք մայրերին, մայրը արժանի է մեծարանքի, փառապանքի, փառապանության։ Լուսինե քույրը իր գեղեցիկ երգերով եւ ամո եղբայրը իր ուսմունքներով արդեն կարծես թե ամեն ինչ պատմեցին եւ ամենք սա ամեն ինչ հասկացանք, այլևս կարծես ինձ բաժին չմնաց, հա ամո եղբայր։ Արդեն դուք վկայեցիք մայրերի մասին, մեծարիք, ասմունքներով, երգերով, ձեր ցայնը անսպար, Աստծո օրհնե մեր եկեղեցասիրած եղբայրակցության բոլոր անդամները աճեցնե, բազմացնե իր парքին համար, Աստծո парքին համար, այս կանդարի մեր քույրերը, Հրիփսիմե քույրը, Մադլեն քույրը, Հայգան քույրը, ովքեր որ ծառայել են Աստծո парքի համար են ծառայել, թող դերը փառավորվի։ Մենք ամենքս Աստծո ծառաներն ենք եւ շնորհակալ ենք, որ Աստված այդ շնորհքը տված է մեզի։ Այո, այսօր մայրերի Դոնի արդիվ ավո եղբայրը պատկամը դվավ ինձ որպեսի վկայեմ մայրերի մասին եւ Արագած գրքի մեջ Սողոմոն իմաստունը կովում է Արաքինի գինը գնահատում է իր արաքինությամբ, իր սիրով, իր քրդաչան աշխատանքով եւ Արաքինի գնգան նմանացնում է վաճառականի նավերուն որ հերու երկիրներ է գնում և ամեն հարստությունով նավը լցում ետապերում իր ընտանիքին և իր ընտանիքի բոլոր պետքերը գհոգա։ Մայր, ինչ է նշանակում մայր։ Մայրը նշանակում է սեր, մայրը նշանակում է կյանք, մայրը նշանակում է զոհողություն, ցավ գրող, վիշտ տանող, համբերող, երկայնամիտ Եվ այս բոլոր առաքինությունները Աստծո կողմից տրված են գնոջը, ուղղակի Աստծո բարգևն է, որովհետև մեր երկնավոր հայրը, երբ իր պատկերի նմանությամբ մարդը ստեղծեց, նույն իր սիրուց պխած մարդը ստեղծեց, որպեսզի Աստված և մարդ միշտ հայրական, որդիական հաղորդակցության մեջ մնան։ Եվ նույն այդ առաքինությունը տված է գնոջը, ինչպես հայրը, երբ որ Ադամ Եվան անհնազանդ եղան Աստծո խոսքին եւ տևեց դուրս դրավ տրախտից, բայց հոր սերը երբեք չփոխվեց մարդու հանդեպ։ Ամբողջ դեվողությամբ նահաբեդների ժամանակ Մարգարեների ժամանակ մինչև Հիսուս Քրիստոսը հայրը անդադ մտածեց թե գիտեր ինչ պետք է աներ, ինչպես պետք է իր զավակին փրկեր եւ մինչև իր որդին ղրգեց որպեսի զոհաբերությամբ խաչի վրա իր յանքը տալով մեզ գրգին անգամ իրեն մոդեցնե եւ Հիսուս Քրիստոսով որտեղից որ ընկանք նույնպես մարդը նույն տեղը տանել թեպի երկինք հավիտյանս հավիտենից Տերոջը ներկայության մեջ վայելելու Բայց բացի Արաքինի գինը ասма շատ աղջիկներ կերազանց եղան, Արաքինի եղան, բայց դուք բոլորից կերազանց եղան եւ այդ կերազանց գինը Սուրբ Գույս Մայրամ Աստվածածինն է, որովհետեւ այս Արագած 31 գլխի մեջ տեսնում ենք, որ այդ Արաքինի գինը կովեց իր ամուսնու կողմից, իր զավակների կողմից, իր շրջապատից Բայց Երանի այն գինը դարձյալ նույն գլխի մեջ նշում է Երանի դերոջ մե վախծողին անոր
անոր արաքիթուն ավելի շատ է քան ստե մենակ արաքինի գինը, որովհետև արաքինի գինը երկրավոր մարդկանց կողմից կողապանվի, բայց Աստծո վաղծող գինը Տերոջմով, Հիսուսով։ Նա աշխատեց երկրավոր կյանքի համար, բայց Աստծո վաղծող գինը աշխատում է հավիտենական կյանքի համար հասնելու։ Եվ ինչպես մենք գիտենք, մեր քույրերը, նույնպես մեր եղբայրները դարիների ընթացքում միշտ աշխատել են ոչ թե մենակ այս երկրի համար, վայ մեզի, որ եթե մենք Պողոս առաքյալը, եթե մենակ այս երկրի համար ենք, այս կյանքի համար ենք ապրում, մենք ամենախղճալի մարդիկ ենք, ուրեմն այո, մենք աշխատում ենք անշահախնդիր երկրի վրա Աստծո փառքը վկայելու եւ երկինքի իրեն միանալու հավիտյանս հավիտենից իրեն վայելելու։ Ինչպես Սուրբ Գիրքի մեջ կտեսնենք, ուրիշ առաքինի մայրեր ունենք, մենակ Սուրբ Գուս Մայրամը մեր մայրը չի, մենակ Հովհաննես Մկրտիչի մայրը չէ, այլ ամբողջ եկեղեցի մայրն է, ինչպես երկերի մեջ էլ, ասմունքի մեջ էլ Ավո եղբայրը ասեց, մենք ունենք Եվա մայրը, որ նա կյանք տվեց, ամբողջ մարդկությունը, ամբողջ մարդկության կենդանության մայր եղավ, բայց ունենք նաև մի ուրիշ մայրը, Սարա, ունենք Սարա, որ Եսայի մարգարեության մեջ գսե, Եսայի մարգարեության 51:1-2 Ով դուք արդարության հետևողներ ու դերը փնտրողներ, ընձի մտիկ ըրեք, դուք այն վեմին նայեցեք, ուրգե գդրվեցաք, եւ այն քուփի փոսին ուրգե Փրծվեցաք, ծեր հորը Աբրահամին ու ծեզ ծնանող Սարային նայեցեք, ուրեմն երկրորդ մայրը Սարան է, Սարան խոստմունքի մայր եղավ, Սարան խոստմունքի մայր եղավ, որովհետև Աստված Աբրահամին խոստացավ, որ իր երանքեն զավակ պիտի տա իրեն, եւ այդ զավակի միջոցով Հիսուսը պիտի կար, Աբրահամի սերունդը պիտի կար, եւ այդ սերունդը ասում է Հիսուս Քրիստոս ինքն էր, Պողոս առաքյալն է ասում, Աղադատիս 4:22-26 Աբրահամ երկու որդի ուներ, մեկը աղախինին ու մյուսը ազատ գնոջմեն, բայց ամբոր աղախինեն ծնած էր մարմնի կողմեն ծնած էր, իսկ ամբոր ազատ գնոջմեն խոստմունքին համեմատ։ Այս բաները այլապանորեն կմեկնին, ասոնք են երկու գդագարանները, Սարա եւ Հակար, մեկը 5 դագարանն է, մեկը նոր դագարան է, մեկը Սինալերն է, որ հիմա Երուսաղեմին կհամեմատե, որ ծառայության համար տակավին կգնա հրյա ժողովուրդը, մյուսը վերի Երուսաղեմն է, Սարան է, որ մեր բոլորի մայրն է, եւ վերի Երուսաղեմը ազատ է եւ մենք ազատի մայրն ենք, ազատի զավակներն, ազատի զավակներն ենք։ Իսկ հրյա ժողովուրդը այսօր, որ օրենքի ծառայության մեջ է, ինքը Հակարի որդիներն են։ Երրորդը Սուրբ Գուս Մայրամ, Ղուկաս 1:30-33 Եվ հրեշտակը անոր ըստավ մի վախնար Մարիամ, վասնզի Աստմե շնորհքը տար եւ ահա պիտի հղանաս ու որդի մը պիտի ծնանես եւ անոր անունը Հիսուս պիտի տնես, անիկա մեծ պիտի լա ու բարձրելուն որդի պիտի ըսվի եւ դեր Աստված պիտի տա անոր հավիտյան պիտի տա հորը Դավիթի աթորը ու Հակոբի տանը վրա հավիտյան պիտի թագավորե եւ անոր թագավորությունը վերջ պիտի չունենա եւ Մարիամ ասավ ահա ես Տերոջը աղախինն եմ եւ քու ըսածիդ պես թող ըլլա ընձի Սուրբ Հույսիս գուսությունը սրբությունը հեզությունը խոնարհությունը որ առավել եղավ բոլոր Սուրբ Գրքի մեջ գրած մայրերից Եվ այսօր ինքը բարեխոս է երկնքի մեջ իր երկրի վրա իր որդիներուն համար բարեխոսելու, որպեսզի մենք կարողանանք Հիսուս Քրիստոսով իր որդի միջոցով հավիտենական կյանքին հասնենք։ Աստված օրհնե բոլորիդ, շատ ուրախ եմ, որ բոլորս միասին Տերոջ ներկայությունը վայելենք, Աստված օրհնե ասմիությունը, աջեցնե, բազմացնե, Աստծո փառքին համար թող լինի եւ բոլոր մայրերին քաջ առողջություն կցանկանամ։ Աստված օրհնե բոլորին։
Աստվածորդի մոտ աղոթքով պիտի վերջացնեմ եւ պիտի խնդրեմ իմ բիրադար եղբայրիս, որ փոքրիկ աղոթքով վերջացնի։ Կարապետ եղբայր Բեկալյան։ Այստեղ։ Բաչիկ մեկան։ Ախ։ Ես խնդրանք ունիմ բոլորիդ ամեն մեկը իր կողքին է թող պատու կնե եւ համբուրը իրեն որպես մայր եւ աղջիկ անոնք որոնք մայր եւ աղջիկ չեն նորեն թող պատվին իրարու հետ քույրերը եւ թող իրարու հայտնաբերեն որ գսիրեն իրարու բոլոր քույրերը իրարու հետ թող պատվին հաջիս Հիսուսի անունով եւ եղբայրներու հետ թող պատվին որպես հայ Հալելույա Լավ, աղոթքի գենանք Անուն հոր և որդվոն սրբո ամեն Մեր բոլորին սիրելի, բաշտելի, մեր սիրելի երկնավոր հայրը քեզի պարկ և շնորհակալություն կհայտնենք որովհետև դու մեր բոլորին հայրն ես, նույնիսկ մայրը եղած ես որովհետև դու ես ամեն բանի մեջ Եվ մենք հոս որպես երկնային ընտանիքն ովդեր այսօր դու արջևդ կեցած իրար կողջակուրենք իրար կհայտնաբերենք մեր զգացումը որպես հարազատ ընտանիքն մենք երկնային ընտանիք ունենք և այսօր համար դու աշխարհ եկար Տեր Հիսուս և հաշտեցուցիր մարդ արարածը Աստծո հետ քու հորդ հետ Եվ երկնավոր Սուրբ Հայր մենք կսպասենք այն օրը, որ դարձյալ պիտի գաս եւ մեզի երկինք պիտի փոխադրես, բայց մենք շնորհակալ ենք, որ ովդեր այսօր մեր մեջ գտնվեցար եւ մենք զգացինք ներկայությունդ։ Վայելեցինք Սուրբ Օրը Տոն այսօրվա մեջ։ Դեր ասիգայալ դուն հաստատեցին։ Այս արդյունքը ստեղծեցին մայրը, հայրը, զավակները, այսինքն ընտանիքը դու ստեղծեցին ովդեր։ Այսօր շատեր ուզեն աղավաղել ընտանիքի հասկացողությունը, միասիրականություն լսելով այսպես անպես, բայց մեկ կինգա եւ մեկ ամուսին ստեղծեցին։ Հետևաբար ընտանիքը եղավ եւ մենք այսօր կբարձրանանք այս սուրբ ընտանիքին համար։ Դեր նորտնապանենք սուրբ անունդ եւ շնորհակալություն կհայտնենք, որ այս մի քանի ժամը մեզի տուն հատկացուցին։ Դեր այսօր շատեր ուրիշ տեղեր կզվարջանան, ուրախանան, զանազան վայրերու մեջ, սեղ վայրերու մեջ նույնիսկ նյութականի համար, բիզնեսի համար, պոլիտիկի համար, բայց մենք այսօր եկած ենք, որպեսզի հայտնաբերենք մեր իսկական սերը, մեր մամաներու հանդեպ, դեր մեր մայրերը, մեր մամաները օրհնելով օրհնեն եւ անոնց գադարյալ առողջություն դուր, որովհետեւ դեր առողջություն դու դաս եւ հիվանդություն բուժողը դու ես մենք կհայտարարենք բժշկություն մեր սիրելի մամաներուն, որոնք հիվանդ են, որոնք ունին դգարություններ, բոլորս ունին դգարություն, բայց դու իմ անունով ինչ բան որ խնդրեք, պիտի անենք, մենք այսօր բժշկություն կհայտարարենք մեր մամաներուն, մեր սիրելի մամաներուն, մեր սիրելի քույրերուն, մեր սիրելի եղբայրներուն, մեր հայրերուն, եւ կխնդրենք որ Տեր Հիսուս օրհնես հայաստանյաց առաքելական երցասիրած եղբայրակցությունը, այլապես մեր հայ եկեղեցին, մեր հայորդիները օրհնես որդեր եւ պաշտպանես, որովհետեւ դեր քեզ մեզ իշմերը չի գնա պաշտպանել մեզ։ Մենք ու ձերքերու տակն ենք, դու գսես պաշտերուն ծածկոցին տակ, նագողը ամենագարողին ով անավորությանը տակ ապիտի համջի, դու ես Տեր Հիսուս հայտները, կխնդրենք որ Տեր Հիսուս այս գեղեցիկ հիշադակները մեզ հետ առնենք եւ այնպես արձակենք, որովհետեւ Տեր Հիսուս այս հիշադակները պիտի հիշադակվին մինչեւ հավիտենականություն, պիտի հիշենք որ այս գեղեցիկ բանը ունեցանք։ Դեր քու ներկայությունը յուրաքանչյուրիս հետ լա այսօր յուրաքանչյուր սիրելի եղբորս եւ քրոջս եւ սիրելի մամաներուն հետ։ Քու սուրբ ներկայությունը, օգիդ առաջնորդությունը, թող յուրաքանչյուրիս հետ լա։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով կխնդրենք։ Անուն Հոր եւ Որդու եւ Որդու Սուրբ։ Ամեն։ Շնորհակալ ենք Աստծորդի բոլորիդ, հիմա ազատ եք բոլորը։